Մաշտոց համալսարանի երիտասարդական զարգացման կենտրոնի և Իվանյան համայնքի երիտասարդներն այսօր լուր երթով անցել են գյուղի կենտրոնական փողոցով իրենց բողոքն արտահայտելու հարևան երկրի ստահոդ քարոզչի մեքենայի դեմ։ Ցուցափաստարներից յուրաքանչյուրը մի խարան է Ադրբեջանի իշխանությունների երեսին։ Ակնհայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանը վախենում է Խոջալոյի իրադարձությունների օբյեկտիվ վերլուծությունից, քանի որ խաղաղ բնակիչներին սպանելը բացահայտ կազմակերպված քայլ էր հենց Ադրբեջանի կողմից։ Այս ֆլեշմոբը բողոքի ակցիա է նրա մասին, որ Խոջալու փաստորեն ոչ մի ցեղասպանություն չի կատարվել, այլ եթե ցեղասպանություն եղել է, ապա դա եղել է հենց ադրբեջանցիների ձեռքերով։ Այսինքն ադրբեջանցիները իրենց ձեռքերով այդպիսի վայրագություններ կատարեցին իր սեփական ժողովրդին։ Ինչպես դեպքերից մի քանի տարի հետո Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովն է հայտարարել, որ հայկական կողմը Խոջալոյի բնակիչներին տվել է, այսպես ասած, կանանչ ճանապարհ, որպեսզի հեռանան այս տարածքներից։ Սակայն ադրբեջանցիները այդ ճանապարհը օգտագործել են այլ նպատակով, հատկապես նրանց հաջողվել է այստեղից տեղափոխել այն բնակիչներին, որոնք բնակեցված են եղել Ադրբեջանում, իսկ մնացածը թուրք մեսխետներն էին, որոնց ադրբեջանցիները մինչ Խոջալոյի Իվանյանի ազատագրման դեպքերը վերաբնակեցրել էին Qırğızstani և Ղազախստանի տարածքներից։ Ներկա այս հավաքույթը ևս մեկ անգամ փաստում է այն, որ հայ ժողովուրդը պատրաստական է և ապացուցում է այն փաստը, որ իրականում այստեղ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, դա միայն Ադրբեջանի վառ երևակայության արդյունքն է։ Ցուցապաստառներից մի քանիսը ներկայացնում էին Էյնուլլահ Ֆաթուլլայևի գրառումներից պատառիկներ, ով քաջություն է ունեցել ասել ճշմարտությունը։ Ինչպես են ադրբեջանցիները կարողացել անասուններին դուրս հանել տարածքից, իսկ մարդկանց ոչ։ Ճշմարտությունը բարձելու համար Ֆաթուլլայևան անձամբ եղել է Ղարաբաղում և իր հետաքննությունը կատարել։ Էյնուլլահ Ֆաթուլլայևը ինքը առաջարկել, որ կարող է ցույց տալ այն տեղը, որտեղ ադրբեջանցիները իրենց թնդանոթով խփել են Խոջալոյից փախչողների մեջ։ Ասաց ինչու չեմ կարող ցույց տալ։ Գնացինք այդ նույն տեղը, որ գտնվում էր մեր Լաչին Ղույ կոչվող մեր ասկերանցիները այդպես են ասում, այդ տարածքում եւ Բլրի արևելյան մասում էր գտնում, ասկերանի կողմից չի երևում։ Ու ուղիղ նշանառությամբ թնդանոթով կրակել են։ Ես նորից եմ կրկնում, չգիտեմ, դիտավորյալ են կրակել, թե պատահական են կրակել, համենայն դեպս կրակել են։ 3 անգամ կրակել են, ես Էյնուլլահևին ասացի, որ այստեղ 3 անգամ կրակել են, ինքը ման եկավ, ես էլ առաջարկեցի, որ կրակում են, փոսեր մնում, անպայման տեղը մնացած կլինի, ման եկավ 3 տեղն էլ գտանք, 3 փոսերն էլ գտանք, մոտորապես ասեցի, որ կողմերն ա եղել, 3-ն էլ գտանք ու լրիվ համոզվեց, որ իրոք այդպես է, ու ինքը ասեց հենց այդտեղ, որ ինքը երբ նավթալանում զրուցել է փախստականների հետ, փախստականներից եղել են, որ իրանք էլ են այդ բանը վկայել, որ 3 ասել են, որ Ադրբեջանից կողմից են մեզ վրա կրակել։ Եվ այն այլանդակված դիակների մեծ մասը հենց այդ թնդանոթով կրակած զոհերն են, էլի դիակներն են, եւ դրանք վերագրում են մեզ, որ իբրև ղարաբաղցիներն են այդպես այլ, բայց
Եթե մենք ուզում ենք սպանենք, ինչու պիտի տանենք Աղդամի սահմանը սպանենք, 7 կիլոմետր հեռավորություն այստեղից այդ տարածքը։ Եթե սպանող լինենք, այստեղ կսպանենք, էլ ինչու ենք բաց թողնում, որ գնա իրենց հաշկի առաջ սպանեն։ Ակնհայտ է, որ դա իրենց կողմից սպանված մարդիկ են եղել եւ ուզում են մեզ վրա դնեն, որպեսզի հակակշիռ ստեղծեն Սումգայիթի կոտորածների նկատմամբ։ Ու Էյնուլլայևը այդ նյութը պատրաստել է, որ արդեն պիտի տպագրվեր, այդ նույն օրը իրենց խմբագրին սպանում են։ Սպանում են, բայց Էյնուլլայևը հետագայում նյութը ուրիշ թերթում հրապարակում է եւ առիթներ գտնելով Էյնուլլայևին դատապարտում են, ցավոք այսօր այդ լրագրողը գտնվում է բանտում։ Թեկուզ Եվրոդատարանը որոշում է կայացնել, պահանջել են բազմաթիվ անգամ, որ բաց թողեն Էյնուլլայևին եւ մյուսներին, բայց Ադրբեջանում, քանի որ լրագրողները հետապնդվում են, այդ թվում նաեւ Էյնուլլայևը այսօր գտնվում է բանտում։ 92 թվականը եկավ այդ պահը, այսօրը, որ 20 տարի առաջ է, այն ժամանակ Ասկերանի ինքնապաշտպանական շրջանի ուժերի հրամանատարին անմիջական մասնակցություն ունեի եւ ճիշտ ասած ես չէի ասի, որ դա մենք պարտադրված էինք, այլ դա երևի Աստծո կամքով էր եւ կուզեի շեշտել, որ հայ իրականության մեջ առաջի դեպքերից եզակին էր եւ շարունակական բնույթ գրեց եւ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրում են միայն հայերը, որը որ իսկապես հայ իրականության մեջ առաջի դեպքն է, եզակի եւ օգտվելով առիթից կուզեի մեր բոլոր հայերին, մեր ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մենակ հայերը չեն ապրում, ապրեն եւ այլ ազգի բնակիչներ, որոնք իսկապես մեր հետ այս ծանրությունները տարել են եւ սա երկար ու հավիտենական գրի այս կարելի մոնոէթնիկ ապրել է, որովհետև ճիշտ եմ ասում, որ մենք չպիտի վախենանք ընդհանրապես աշխարհից, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք եւ նորից եմ ասում, սա Աստծո կամքով է ստեղծվել, սա տարածքը պատկանում էր հայերին եւ այսօր եւ ընդմիշտ պետք է պատկանա հայ։ Սա մի խոսքով շնորհավորում եմ մեր բոլորիս եւ ցանկանում խաղաղություն նախ, որպեսզի խաղաղություն լինի, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս տարածքը շենացնենք։